առանց սեփականության վկայականի ու սնանկ ճանաչված կառուցապատողով։ Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակիչները կանգնած են այս խնդրի առջև։ 2022-ին պետք է սեփականության վկայականները ստանային, բայց կառուցապատողն ավարտական ակտը ստանալուց հետո սնանկ է ճանաչվել։ Բնակիչներն էլ մնացել են առանց սեփականության վկայականների։ Ըստ Միկոյանի բնակիչների սնանկության գործընթացը կեղծ է։ Կառուցապատողն այդպիսով ազատվում է պետությանն ունեցած միլիարդների հասնող պարտքերից։ Իրենց էլ թողնում է առանց սեփականության վկայականների։ Մենք 3 տարի այս խնդրին բախվել ենք, անցյալ տարվա սեպտեմբերից սկսած փորձել ենք քաղաքակիրթ եւ իրավական մեխանիզմներ օգտագործելով մեր խնդրի տեղ հասցնենք ու այդ խնդրին լուծում ստանանք։ Դիմումները գրել ենք վարչապետին էլ, դատախազին էլ, քննչական կոմիտեի նախագահին էլ, քաղաքապետին էլ, բոլորին դիմումները գրել ենք։ Գնացել ենք կառավարություն 2 անգամ, մեզ ոչ մեկ բանի տեղ չի դնում։ Հայաստան Հանրապետության քաղաքացիները լքված են մեր պետության կողմից։ Բնակիչներն արդեն 2 անգամ բողոքի ակցիա են իրականացրել։ Կառավարության դիմաց հավաքված բնակիչներին ոչ ոք չի ընդունել, ինչից հետո ընտրել են անհնազանդության այլ տարբերակ։ Մոտ 1 ժամ փակել են Եղվարդի խճուղին։ Մենք ալտերնատիվ ճանապարհներ թողել ենք։ Մենք այնպես չի, որ անենց ենք փակել, որ այդ ձեր ասած շտապօգնության կամ հրշեջ մեքենաները չկարողանան երթևեկեն։ Ալտերնատիվ ճանապարհները կա, մենք այդ հասկացողությունը ունենք, մենք չենք խոչընդոտել այդ ալտերնատիվ ճանապարհներն չենք փակել։ Տիգրան Պետրոսյանով ճանապարհը կա, այս բակային տարածքներով ճանապարհները կա, մենք չենք փակել դա։ Բնակիչները հայտարարություն են տարածել, ներկայացրել պահանջները պետական, տեղական, ինքնակառավարման եւ իրավապահ մարմիններին։ Նախագծային փաստաթղթերով հաստատված եւ մեր գնման իրավունքներով սահմանված 3,37,055 հեկտար հողամասի նկատմամբ մեր ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի ապահովում։ Այս հողամասից 0,4 հեկտար մակերեսով հողամասի առանձնացման մասով իրավական գնահատական եւ գործարքի չեղարկում։ Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին եւ գնման պայմանագրերի կետերին համապատասխան սեփականության իրավունքի փոխանցում երրորդ անձից իրավունքների ազատ գույքի փոխանցում գնորդին։ Գնման պայմանագրերով ձեռք բերված անշարժ գույքի համար գնորդները որևէ լրացուցիչ փող վճարելու բացառման երաշխավորում գրավառու Ամիոբանկ ՓԲ-ի կողմից։ Անօրինական ճանապարհով կառուցապատող նոտար հանցավոր գործողությունների արդյունքում կանխիկ եղանակով գնման իրավունք ձեռք բերված գնորդների համար արդարացի լուծում առանց լրացուցիչ գումարներ պահանջելու սեփականության իրավունքի փոխանցում։ Շահագործման թույլտվության վերաբերյալ կիսատ աշխատանքների իրականացման եւ շահագործման թույլտվության տրամադրման հստակ երաշխիքներ գնորդների համար առանց լրացուցիչ ֆինանսական բեռի առաջացման։ Հստակ եւ անաչառ հետաքննություն եւ իրավական գնահատական կատարված ապօրինությունների վերաբերյալ եւ օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների ձեռնարկում ապօրինությունները կատարած անձանց նկատմամբ հաստատված նախագծի ապագայում որևէ էական փոփոխության բացառում մեր օրինակի հիման վրա այնպիսի իրավական եւ գերատեսչական ակտերի սահմանում, որոնց շնորհիվ կբացառվի համանման խնդիրների առաջացումը Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների համար։ Բնակիչների խոսքով Երևանի քաղաքապետարանն անդադար գովազդում է, թե ինչպես է վերադարձնում կամ ազատագրում ժամանակին զավթած կանաչ եւ բակային տարածքները, բայց միաժամանակ նրանցից ապօրինի որոշումներով խլում 4000 քառակուսի մետր կանաչապատ բակային տարածք։ Խոջոյանին ես կասեմ, պարոն Խոջոյան, դուք ձեր տեղում չեք։ Դուք ուղղակի այդ աշխատանքի պաշտոնին նշանակվելու իրավունք չունեիք, որովհետև այս մակետը կազմվել է քաղաքապետարանի կողմից հաստատված այս նախագծի հիման վրա, Մենք փորձել ենք տարբեր օղակների հետ, այնտեղ դատախազություն, քննչական եւ այլն, բոլոր տեղերում, որտեղ որ դիմում ենք, տեսեք, խնդրում եմ լսեք, մինչև հարցը բարձրանում է, այսինքն չգիտեմ, մենք ուղարկում ենք մեր հարցը, նամակը եւ այլն, պատասխանը նույնիսկ ամենաչնչին անհեթեթ պատասխանը տևում է մինիմում 4-ից 5 ամիս մինչև գալիս է, մի րոպե։ Այդ ընթացքում կառուցապատողը, տեսեք, ճանաչվեց սնանկ, դրանից հետո ինքը փորձում է անօրինական գործարքներ կնքել այն հողի հետ կապված ու տենց լիքը հարցեր։ Այս սխեմայի մեջ նաև բանկը ունի իր մեղավորությունը, Ամիոբանկը, որովհետև Ամիոբանկը տվել է այդ համաձայնությունը, որ իր մոտ գրավի առարկա հանդիսացող այդ հողամասից առանձնացվի այդ 4000 քառակուսի մետրը, մենք ունենք տենց ենթադրություններ, որ ուղղակի բանկը հնարավորություն է տվել ապօրինի ճանապարհներով, որպեսզի կառուցապատողը տեղ նորից շենքեր կառուցի,
պայմանով, որ իր չմարված վարկային պարտավորությունը կմարի։ Այնինչ երևի բանկը լավ չի ճանաչում կառուցապատողին։ Պատգամավոր Բաբկեն Թունյանն է հանդիպել բնակիչների հետ լսելու իրենց պահանջները։ Ոչ է շենքի հետ ենք համաձայն, այդ որ գրել են անկախ տեսանելիությունից քիչ ամնում գան մեր մեջքին էլ շենք սարքենք։ Գել են ոչ այդ առանձնացված բանի հետ եմ համաձայն, ոչ իրենք իրենց ասածները արել են։ Ինձ ինչ մակետ ցույց են տվել, առնելու ժամանակ էլ պետք է անեն։ Հիմա այս ամեն ինչը, որ իրենց հավաքեն, այսինքն իրանք դնեն, ինչ խոստացել են անեն, պիտի կառավարության կողմից էլ ճնշումը լինի։ Հիմա եթե ձեր պահանջը էդ է, եկեք հասկանանք։ Քաղաքապետարանն արձագանքել է տեղի ունեցածին։ Տիգրան Ավինյանը ապրիլի 16-ին կհանդիպի բնակիչների հետ։ Գառնի Մութաֆյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։